լրացնում է մեր կարիքները քո առատությունով իմ Տեր։ Եկեք ողջ սրտով գովերքենք նրան, ողջ սրտով մեծարենք եւ օրհնենք նրա սուրբ անունը։ Թող ամեն հոգս եւ ամեն խնդիր եւ մեծարի նրան ողջ սրտով, ցնծա նրա առջեւ ողջ սրտով, որովհետեւ նա է որ փրկել է քո կյանքը եւ տվել է կյանք եւ ավելի։ Հալելույա Տեր։
թագավորությունը Տեր, թագավորություն, ատուզորություն, լինի հորը որդու և Սուրբ Հոգու, թագավորություն, ատուզորություն, լինի հորը որդու և Սուրբ Հոգու, լինի հորը որդու և Սուրբ Հոգու, լինի հորը որդու և Սուրբ Հոգու։ Մեծարված ես Հիսուս ամեն ժամանակ։ Մեկանում կա երկրի վրա, որ փրկում է մեզ, վերան և շատ հզոր, Տեր Հիսուս Քրիստոս է նա։
աշխարհը քեզ դեր քո զորությամբ նորոշով լցրու ինձ դեր ավելին եմ ուզում օծիր ինձ թող տարածվի փառքը քո վեր եւ լավանի ողջ աշխարհը քեզ դեր քո զորությամբ նորոշով լցրու ինձ դեր ավելին եմ ուզում օծիր ինձ թող տարածվի փառքը քո վեր եւ լավանի ողջ աշխարհը քեզ դեր Սուրբ ոգիոցին ինձ գոյուղով Սուրբ ոգիոցին ինձ գոյուղով որ պատմեմ քո սիրո մասին եւ կոչվեմ զավակը Քրիստոսի Սուրբ ոգիոցին ինձ գոյուղով Սուրբ ոգիոցին ինձ գոյուղով որ պատմեմ քո սիրո մասին եւ կոչվեմ զավակը Քրիստոսի Սուրբ ոգիոցին ինձ գոյուղով Սուրբ ոգիոցին ինձ գոյուղով որ պատմեմ քո սիրո մասին եւ կոչվեմ զավակը Քրիստոսի Այո Տեր, ոցիր որ մենք կոչվենք քո զավակը Հայր Աստված Իմ սիրելի Սուրբ Հոգի յուղը թափիր մեզ վրա Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Հայր Աստված Գալիս ենք առջևդ գոհությամբ մեր Տեր Գալիս ենք առջևդ Տեր փառաբանելով Շնորհակալություն հայտնելով այսօրվա համար, այս քանչելի օրվա համար Շնորհակալ ենք, որ այստեղ ենք Տեր դրսում չենք Շնորհակալ ենք, որ քո զավակն ենք մեր Հայր Շնորհակալ ենք, որ մեզ զորացնում ես Տեր Շնորհակալ ենք, որ մեզ բարձրացնում ես եւ օծում ես Հայր Աստված Տեր ավելին ենք ուզում Օծիր մեզ քո յուղով Տեր Օծիր որ կոչվենք զավակդ Հայր Աստված Ավելին ենք ուզում Տեր մենք քո կարիքն ունենք Հայր Այստեղ գտնվող ամեն անց քո կարիքն ունի Հրավիրում ենք քեզ այստեղ Տեր որ հանդիպես ամենքի հետ Սիրելիներս բացեք ձեր սրտերը եւ հրավիրեք Տիրոջը որպեսի ձեզ հետ զրուցի հանդիպում ունեցեք Տիրոջ հետ գոհացեք Տիրոջը որովհետեւ դուք փողոցում չեք դուք այստեղ եք դուք փրկված եք գոհացեք Տիրոջից Փառքերը քեզ Հայր Աստված շնորհակալ ենք ողջ այս ծափերը փառքերը քեզ Տեր դու արժան ես մեր Տեր մեր Աստված այո դու արժան ես Հայր արժան ես ավելին փառք քեզ Տեր Սիրելիներս այստեղ գրված են ձեր խնդրանքները ձեր աղոթքները ձեր սրտի փափագները Գիտեք այստեղ ոչ մի աղոթք չի կորում Միայն խնդրում եմ հավատացեք եւ վստահեք Տիրոջը նաեւ սպասեք որ ժամանակին ստանաք ձեր աղոթքի պատասխանը Ձեր ձեռքները առաջ բերեք ինձ հետ միաբանվեք միասին միաբանվենք եւ Տիրոջը խնդրենք որպեսզի այս աղոթքներում այստեղ գրված ամեն աղոթքում եւ ինչպես նաեւ ձեր սրտի աղոթքում որ դեռ չեք հասցրել դնել բայց ունեք սրտի փափակ ունեք խնդրանք Տիրոջը բերեք եւ դրեք այստեղ ձեր ձեռքերը մեկնեք եւ միավորվելով Տիրոջը խնդրենք որպեսզի փառավորվի այս ամեն աղոթքում Տեր գոհությամբ են գալի քո առջև Շնորհակալ ենք, որ ունենք այս հնարավորությունը Հայր Աստված։ Բերում եմ քո առջև ամեն մի աղոթք Տեր։ Տեր դու լավ գիտես այստեղ ինչ ա գրված։ Դու գիտես ամեն մեկի սիրտը ինչ փափագով, ինչպես ա քեզ բարձրացրել այդ աղոթքները։ Խնդրում ենք, որ փառավորվես ամեն աղոթքում։ Քո կամքին համապատասխան Տեր կատարես Հայր Աստված։ Թող ամեն աղոթք վկայություն լինի եւ Տեր փառավորվես ամեն աղոթքում։ Թող փառքդ շատանա Տեր Աստված։ Տեր անօրենը ինչպես որ փորձել է հարվածել, դու փառավորվիր ու քանդիր ամեն չարի ծրագիր իմ եկեղեցու եւ եկեղեցու ամեն անդամի կյանքից։ Փառավորվիր այս աղոթքներում երկնային Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Կարող եք ներս Տերը օրհնի ձեզ, նստեք սիրելիներս Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Գիտեք, այս աղոթքները իրոք չեն կորում։ Մի անգամ ես էլ այսպես մի քիչ
տրտմած չասեի, բայց տխուր վիճակ էր ինձ մոտ։ Խնդրեցի, ասի Տեր, ինչ անեմ։ Եվ մի նամակ էլ ես գրեցի Տիրոջը եւ դրեցի թղթապանակի մեջ։ Ասի Տեր, խնդրում եմ, ինձ էլ տար փառքից փառք։ Դա եմ գրել ուղակի փառք Տիրոջը։ Եվ անցավ մեկ շաբաթ, ծառայության ժամանակ, ծառայությունից հետո Տերը օրնի մեր հովիվին, ասեց վերջում, որ ուզում է բոլորի համար աղոթել։ Հերթը ինձ էլ հասավ փառք Տիրոջը։ Եվ աղոթեց, ավարտեց, ասեց. գիտես Տերը քեզ համար խոսք ունի։ Տերն ասում է, ես քեզ տանում եմ փառքից փառք։ Միայն հավատա եւ աղոթիր, շարունակիր աղոթել։ Փառք Տիրոջը։ Այո, սիրելիներս, Տերը սիրում է քայլողի հետ քայլել, զրուցողի հետ զրուցել։ Մի կանգնիր, քայլիր Տիրոջ հետ, զրուցիր Տիրոջ հետ։ Գիտեք, Տերը ջենտլմեն է, երբեք չի գալիս, ուղղակի այդպես ձեզ հետ ստիպի, որ խոսեք, դուք խոսեք իր հետ, դուք քայլեք իր հետ։ Փառք Տիրոջը։ Սիրելիներս, այսօր ձեզ հետ Զոհի խոսքով ծառայելու եմ ես։ Փառք Տիրոջը այս օրնության համար եւ շնորհակալ եմ Հովին ինձ վստահելու համար։ Երբ ես եկա եկեղեցի, մեղմ ասված ֆինանսապես այդքան էլ լավ վիճակում չէի։ Բայց այս գանձանակ գումար գցում էի, բայց շատ չնչին գումար։ Երկար ժամանակ այդպես չնչին գումար գցուի, շատ անտարբեր էի գցում իդեպ։ Ուղղակի գալիս էին, բերում էին, ես ձեռքս մեկնում էի, գցում էի եւ առաջ էր անցնում։ Ոնց որ ուղղակի պարտականություն։ Մի օր Տիրոջից խոսք առա. Ինչու քո զոհը անուն չունի։ Լավ Տեր, ասի, հաջորդ կիրակի բերեցի իմ չնչին գումարը, ասի, այսօր իմ չնչին գումարը անուն ունի։ Տեր, վերջին չնչին գումարս լինի։ Զրոներ ավելացրու կողքը։ Սիրելիներս, փառք Տիրոջը։ Ես միջև առ այսօր ավելացրած զրոներով եմ գցում։ Հավատացեք դուք էլ, փառք Տիրոջը։ Եվ այնպես եղավ, որ այդ զրոները հենց այնպես չավելացան Տերը օրնեց։ Եվ եղավ, որ ինձ զանգ եկավ, ասին, որ քեզ ինչ որ մեկը օրնել է մեծ գումարով։ Ոյասի փառք Տիրոջը, ճիշտն ասած շատ զարմացա, այնքան որ ես չէի ճանաչում իրեն, այնքան որ ինձ զանգին ասեցին, ճիշտն ասա, հավատքի ես գնում, որովհետև դա կարող էր անել միայն Տերը։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Եվ այս ամենից ոգևորվելով, անկեղծ ասած, նորից արեցի։ Վերցրեցի իմ ֆինանսը, օրնեցի, անուն տվեցի եւ ասի. Տեր, խոսքդ տարածող եմ ուզում լինել։ Փառք Տիրոջը։ Անցավ որոշ ժամանակ, Հովի Անին ինձ գրում է, ասում է. Ալա ջան, կուզես գնալ ավետարանչության։ Վայ Անի ջան, ոնց չեմ ուզում։ Փառք Տիրոջը, իմ աղոթքի պատասխանն էր։ Այո, սիրելիներս, Տերը պատասխանում է։ Եվ մի օր էլի այսպես ոգևորված գցեցի, ասի Տեր, ուզում եմ քո անոթը լինել։ Դե ինչպես տեսնում եք, այսօր ես Տիրոջ անոթն եմ։ Փառք Տիրոջը։ Այո, սիրելիս, վերցրու քո զոհը, քո ֆինանսը, վերցրու ձեռքդ, աղոթիր, գոհացիր ու անուն տուր։ Խնդրիր Տիրոջը։ Միայն ֆինանսական օրհնություն մի խնդրիր։ Տերը դա գիտի, կտա։ Ավելին ուզիր Տիրոջից։ Տիրոջից ուզիր զորություն։ Տիրոջից ուզիր ծառայության օրհնություն, Տիրոջից ուզիր բժշկություն, խաղաղություն, ինչու ոչ, տուն, մեքենա, հավատացողին Տերը տալիս է։ Փառք Տիրոջը, գիտեք, երբ ես այս դռնից մտնում եմ, ես մտնում եմ իմ հոր տուն։ Ես ուղղակի չեմ մտնում։ Ես գալիս եմ իմ հոր տուն նվերով, գալիս եմ ժպիտով, գալիս եմ ուրախությամբ, գոհությամբ, այո, ֆինանսով, զոհով, նվերով, սիրելիներ, դուք էլ մտեք ձեր հոր տուն, մի մտեք ուղղակի շինություն, շենք, այստեղ ձեր հոր տունն է։ Ուզում եմ այդ խոսքի վրա մի խոսք ընթերցել, Կորինթացիս 9-րդ գլխի 7-րդ խոսքը։ Ամեն մեկը թող իր սրտի հոժարությամբ տա,
ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։ Ամեն սիրելիներս, այո, Տերը սիրում է ուրախ տվողին։ Սիրելիներ, դուք որ նվեր եք անում ինչ-որ մեկի, համ ուրախանում եք, համ էլ սպասում եք տեսնել դիմացինի ուրախությունը, չէ։ Դե պատկերացրեք, որքան առավել Տերն է ուրախանում, երբ իր տված օրհնությունից դուք ինչ-որ բաժին եք բերում եւ տալիս եք իր տան մեջ։ Այո, սիրելիներս, Տերը ուրախությամբ սպասում է ձեզ։ Օրհնեք նաև Տիրոջ տված օրհնությունից։ Փառք Տիրոջը, սիրելիներս, նաև ուզում եմ մի խոսք կարդալ նորից 2 Կորինթացիս 9-րդ գլխի 6-րդ խոսքը, որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմողը, խնայելով էլ կհնձե, եւ առատությամբ սերմողը, առատությամբ էլ կհնձե։ Ես իմ հոր տան մեջ առատ հնձող եմ։ Դու էլ հռչակիր սիրելիս, որ դու էլ քո հոր տան մեջ առատ հնձող լինես։ Ամեն, բայց նաև հիշեք, Տերը տվողին է տալիս։ Փառք Տիրոջը, սիրելիները, Տերը օրհնի ձեզ։ Տեր ինձ կանչելի, միայն
Հայլում ես հարավորված, հայլում ես Տեր հարավորված, Արկերով ես մեծարված, հայլում ես հարավորված, հայլում ես Տեր հարավորված։ Հալելույա, փառավոր Աստված, օրհնում ենք քո սուրբ անունը, խոնարհվում ենք քո առաջ, իրականում Տեր, փառավոր ես, որ իրականում դու փառավոր Աստված ես Հավիտյանս Հավիտենից, եւ մենք խոնարհվում ենք այսօր քո եկեղեցին, քո փառավորության առաջ, օրհնյալ լինես Տեր, որ նաեւ օրհնյալ ես Հավիտյանս Հավիտենից, փառք ու պատիվ քեզ Հիսուս, ամեն ինչի, ամեն բանի համար գոհանում ու շնորհակալություն ենք ասում քեզ նորից ու նորից, օրհնիր քո ժողովուրդը, օծիր քո ժողովուրդը, Հիսուս, փառավոր Տեր, ամեն, ամեն, փառք Հիսուսին, Տերը օրհնի ձեզ, նստեք սիրելիներս, Տերը ձեզ շատ օրհնի, Աստված օրհնի բոլորիդ կյանքը, գիտես, հավատացյալներից, ես նորից մի բան հիշեցի, որ մի քանի տարի առաջ էր, երազով տեսիլքով տեսնում եմ մի մարդի, մի օծյալի, որ այդ խոսում եմ Ամերիկայից մի հզոր բժշկության ծառայող Բենիհիններ, սենց ասեմ, որ շատ հեռու չգնանք, Բենիհիններ, երազիս մեջ խոսում ենք և Բենիհինը եկել էր մեր եկեղեցի, երազիս, տեսիլքով և խոսում եմ իր հետ և հարցնում եմ Տեր, ասում եմ իսկ ոնց է լինում և որ հավատացյալ ժողովրդի մի մասը օրհնված է և մյուս մասը նայում ես ոնց որ այդքան էլ օրհնված չի, ոչ ճանաչում է ասում, ոչ էլ փոփոխություններ կա այդ մարդկանց կյանքում ու նայում է լուրջ աշկերտից մեջ ու ոչինչ չի պատասխանում ու ես իրան ասում եմ, հա երևի ասում եմ ովքեր հետևում են իրենց անձերի սրբությանը, նրանց ձայնը, նրանց աղոթքը լսվում է ասում մոտ, իսկ ովքեր չի լսվում Եվ ինքը պատասխանեց, ասես տեսնում ես, դու ինքդ հարց տվեցիր և ինքդ էլ ճիշտ պատասխանը տվեցիր։ Մարդիկ, որոնք հետևում են իրենց անձերի սրբությանը, նրանց աղոթքը լսվում է Աստծո մոտ և պատասխանվում է։ Մարդիկ, ովքեր իրենց նվիրել են Աստծուն, Աստված լսում է այդ մարդկանց աղոթքները և պատասխանում։ Իսկ մարդիկ, որոնք իմիջայլոց, որպես հյուր, գալիս են եկեղեցի ու գնում են և անտարբեր են Աստծո խոսքի հանդեպ, նրանց աղոթքները չի լսվում և չի պատասխանվում։ Ամեն։ Կամ միգուցե և լսվում է, բայց չի պատասխանվում, որովհետև գրված է, որ ականջ տնգողը ոնց կարող է չլսի, ականջ ստեղծողը ոնց կարող է չլսի։ Ամեն, դրա համար սիրելիներս մենք պետք է հետևենք մեր սրտերին, մեր նվիրվածությանը, մեր հավատքին Աստծո հետ։ Ես չեմ հավատում, որ Աստված ինչ-որ մեկիդ աշկաթող է արել։ Ես ուղղակի չեմ հավատում, որովհետև Աստված անիրավ չէ, որ իր խոսքից դուրս գա։ Աստված իր խոսքը իրենից բարձր է դրել։ Ամեն, գրված է այդպես։ Եվ Աստված պատասխանում է ամեն մեկիդ սրտի հավատքին, ամեն մեկիդ նվիրվածությանը։ Նոր ալակ հույրիկն է խոսում այստեղից, ես նայում եմ ու հասկանում եմ, որովհետև ես տեսնում եմ, որ Ալլան ինքը նվիրված մարդ է, երեխու պես նվիրվել է, ծառայում է, անում է, վազում է, ինչ որ պետք է անում է, դա է հավատքը։ Ոչ թե հույրի պես գալ նստել, լսել, թողել գնալ, մտածել Տերը մի բան մի օր կանի էլի երևի, կանի, չի անի, տեսնենք հələ ինչ կլինի վերջը, ոչ մի բան էլ չի լինի։ Եթե տենց ես մտածում, կդառնաս 88 տարեկան ամենալավագույն դեպքում և հող կդառնաս, այսօր կարդամ ես այդ մասին, մարմինդ հողի փոշուց էր, չէ Տերը ստեղծել, պատրաստել, հող է դառնալու, իսկ հոգին փչել էր, չէ, մարդու քթի մեջ, գրված է ռնգած մեջ, և հոգին հետ է վերադառնալու Աստծո մոտ։ Դրա համար սիրելիներս, հենց այնպես չի, ոչ մի բան հենց այնպես չի, բախտի բերմամբ կամ պատահմամբ չի լինում ոչ մի բան, Աստծո ժողովրդի մեջ։ Լինում է քո սրտի նվիրվածությամբ, քո սրտի սիրով, քո խոնարհությունով, նոր Տերը լսում է և օգնում է քեզ։
Ամեն։ Մարդ կա միշտ տեսնում եմ հավատացյալներ, որ ուզում են Տիրոջ խղճի վրա ազդեն։ Խղճով չի, Տերը շարժվում է հավատքով։ Պետք չէ սենց նայել երկինք, սենց մանավանդ կանայք, չէ, նենց հավեսով մանիպուլացիա կարան անեն լացերով, շատ կանայք, իրենց ամուսինների վրա ազդեն, բայց Աստված այդպես չի, միգուցե ամուսինդ մի քիչ սրտից թույլ ըլնի, լացը տեսնի, անի, բայց Աստված չէ, Աստված շարժվելու է հավատքով, իսկ հավատքը քո նվիրվածությունով է, դեպի Տերը։ Խոսելու եմ այս վերնագրով, որ վերնագրել եմ այսպես, այսօրվա իմ պատգամը, անտարբերության հետևանքները։ Մարդիկ այսօր շատ ընկած են անտարբերությունների մեջ։ Անտարբերություն դեպի Տիրոջ խոսքը, անտարբերություն դեպի Տիրոջ գործը, անտարբերություն դեպի եկեղեցին, անտարբերություն դեպի իր ընտանիքը, անտարբերություն դեպի իր առողջությանը, իր հենց ամեն ինչին անտարբերություն։ Գիտեք ինչ է անտարբերությունը։ Անտարբերությունը հիմնականում այս բառը օգտագործեմ, անուշադրություն։ Որ մարդու ուշադրությունը չի գրավում ոչ մի բան, չի հետաքրքրում մարդուն։ Անտարբեր է ինքը ամեն ինչի նկատմամբ։ Զգացմունք չկա, ոչ մի զգացմունք մարդու մեջ այլևս չկա ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ։ Դա նշանակում է անտարբերություն։ Ամեն անուշադրություն, անհոգություն, դա է հենց անտարբերությունը։ Ուրեմն առաջի Տիմոթեոս 4 գլխի 14 խոսքից մինչև 16-ը Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է. անհոգ մի լինի այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով երեցության ձեռնադրությամբ։ Տիմոթեոսին տրվել էր հոգևոր պարգև, հովվություն, բայց միգուցե Տիմոթեոսի կյանքում էլ եկել էր մի ժամանակ, Տիմոթեոսը պատկերացնում էր, թե հովվության մեջ որ ապրի, հովվության պարգևի մեջ թագավորություն պետք է վայելի երկրի վրա, բայց գալիս է ժամանակ Տիմոթեոսը տեսնում է, չէ, հովիվները նորմալ ապրող մարդ են, բայց մարդիկ կան երկրի վրա իրոք թագավորության մեջ են ապրում։ Ու Տիմոթեոսի մեջ միգուցե եկել էր անհոգություն, հիասթափություն, միգուցե այսօր քո մեջ է եկել այդ հիասթափությունը, որովհետև դու մտածում ես, եթե դառնամ հավատացյալ, Տերը ինձ կբարեհաճի, Տերը ինձ կբարձրացնի, թագավորների պես կդարձնի, բայց այսօր տեսնում ես թագավորների կեսի չափել չկաս։ Պատկերացումները ճիշտ չաշխատեցին եւ գալիս է նաեւ հիասթափություն։ Բնականաբար հիասթափությունից հետո գալիս է անտարբերություն։ Անտարբերությունը երբ է գալի, երբ որ ունենում ենք շատ ստրեսներ, ունենում ենք շատ հիասթափություններ, հոգեբանական սեն ծանր վիճակ, հոգնածություններ, այդտեղից հայտնվում են անտարբերությունները մեր կյանքում, ու մենք դառնում ենք անտարբեր, անուշադիր, ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ։ Ով է հասկանում ինչ եմ խոսում։ Կա քո մոտ նման բաներով անցել ես։ Ես օրինակ անցել եմ։ Ես անցել եմ, տեսել եմ։ Բայց նորից ինձ ոնց որ թափ եմ տվել, ոտքի եմ կանգնել։ Որովհետև ես գիտեմ, որ այս աշխարհը ժամանակավոր է եւ շատ վաղանցիկ։ Շատ արագ անցնում է։ Դավթի ասած երեխայի եւ ծերացա։ Ամեն մեկս էլ երեխա էինք եւ մեծ հասուն տարիք եւ ոմանք արդեն ծեր։ Դրա համար պետք է ուղղակի որոշել ապրել Աստծո համար։ Ամեն։ Եվ անհոգ չլինել այն կոչումի համար, ինչը որ Տերը դրել է քո մեջ կամ քո վրա։ Ես երեք հիշեցի մի տեսանյութ, երբ որ տեսանյութի մեջ գնում է Աստծո դատաստանը երկնքում եւ Աստված մեկին ասում է. «Հովիվ, էս ինչ, առաջ արի»։ Այդ մարդ ասում է, հովիվ չեմ, այդ անունը ինչ որ տվեցիք ես եմ, բայց ես դատավոր եմ։ Ասում է, ոչ դու հովիվ էիր, ուղղակի դու անտեսեցիր քո կոչումը, գնացիր քո կարիերայի հետևից։ Այն մյուսին ասում է, առաքյալ ես ինչ, առաջ արի։ Այդ մեկը ասում է, ես առաքյալ չեմ, ես
բիզնեսմեն եմ, ասում եմ, ոչ դու առաքյալ էիր, բայց դու անարգեցիր քո կոչումը եւ գնացիր բիզնեսի հետևից։ Մյուսին ավետարանիչ էս ինչ առաջ արի։ Նույնը ինքը, ես ավետարանիչ չեմ, ես սա եմ, ու Աստված դատաստան անում ամեն մեկին, որ թողեցին իրենց կոչումները, անտարբեր եղան Աստծո կոչումին եւ անցան երկրային բարքերին, իրենց բիզնեսներին, շահերին, հարստությանը։ Եվ ինչ-որ ժամանակ հետո դա վերջանում է։ Ուզում ես աշխարհը շահի, Հիսուսը ասեց, չէ՞ ինչ օգուտ քեզ, որ աշխարհը շահես, բայց անձը տուրանաս։ Լավ 80 տարով թագավոր եղես երկրի վրա։ Ինչ օգուտ, որ հավիտենականության մեջ սոված ես եւ մերկ ես մնալու։ Ամեն։ Ասում է, եւ նրանք կարթնանան քնից կտեսնեն, որ թշվառ են, սոված են եւ մերկ են։ Քնից, այսինքն այս աշխարհից երբ որ դուրս կգաս, դու քնից դուրս կգաս եւ կտեսնես իրականում ով ես դու։ Սա է խոսում Աստվածաշունչը։ Դրա համար անտարբերության, վերնագրել եմ այսպես, անտարբերության հետևանքները։ Երբ որ դու անտարբերությամբ ես ապրում ես աշխարհում քո կյանքը, դրանք հետևանքներ են ունենալու քո կյանքում, թե այստեղ ժամանակավոր աշխարհում, թե այնտեղ հավիտենական աշխարհում։ Որոշվելու է քո կյանքը։ Դրա համար անտարբեր մի եղի, Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է, դրանց մասին մտածի։ Երբ որ դու անտարբեր ես, դու չես էլ մտածում քո կոչումի մասին։ Դու մտածում ես երևի մի ուրիշ բաների մասին։ Շահերի մասին, հարստության մասին, չգիտեմ ինչերի մասին, մարդկա այնքան անտարբեր է, դրա մասին էլ չի մտածում։ Նման մարդիկ գիտես ինչ են դառնում, դառնում են անտուն թափառական, արդեն, որտեվ անտարբերությունը ինքը շատ մեծ անծայրածիր է, նայած թե ինչի մեջ ես դու անտարբեր, ինչի վրա ես դու անտարբեր, մարդկա իր կյանքի վրա է անտարբեր, իր ընտանիքի, Այդ մարդը հասնում է մինչև անտուն թափառականի, մինչև եւ մահանում ու հեռանում է այս աշխարհից։ Բայց ուր է հեռանում? Դժոխք։ Եթե նա անտարբեր է ամեն բանի նկատմամբ, նա դժոխք։ Աստվածաշունչն է ասում, որ դժոխք է հեռանում։ Ղուկաս ավետարան 18-րդ գլխի 1-ից 8 խոսքերում հետաքրքիր sense մի հատված եմ դուրս բերել անիրավ դատավորի մասին։ Մի առակ էլ ասեց նրանց Հիսուսը նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Այսինքն, երբ որ աղոթում եք եւ չեք հասնում, Տերը ասում է՝ մի ձանձրացեք, շարունակեք աղոթել։ Մի դարձեք անհավատներ, անտարբեր աղոթքի նկատմամբ, որովհետեւ չեք հասել, դրա համար շարունակեք աղոթել։ Հիշում եք մի թագավոր կար հին ուխտում, որ Եղիսեն ասեց վերցրու նետերը եւ խփի գետին, մարգարեական գործողություն։ Եվ այս թագավորը վերցնում է այդ նետերը, խփում է 3 անգամ գետնին։ Եվ Եղիսեն ասում է թագավոր անունը լավ, կարևոր չի։ Եղիսեն բարկանում է թագավորի վրա եւ ասում է դու պետքա 5-ից 6 անգամ գոնե խփեիր գետնի վրա, որպեսզի դու հաղթեիր քո թշնամիներին վերջնականապես։ Բայց 3 անգամ խփեցիր, 3 անգամ ես հաղթելու։ Նրանից հետո նորից թշնամիներդ քո վրա են գալու։ Գիտես, նաև սա խորհուրդ է քո կյանքում քո աղոթքների վերաբերյալ։ Բաներ կաղոթում ես մի քանի անգամ ու վերջ, տեսնում ես չի լինում, չես էլ աղոթում։ Բայց Տերը այս համարում առաջարկում ասում աղոթեք, մի ձանձրացեք, աղոթեք։ Եվ այս առակն է ասում, եւ ասեց մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստվածանից չէր վախենում, մարկանցից չէր ամաչում, եւ մի որբևայրել կար այն քաղաքում, եւ նրան մոտ էր գալիս եւ ասում նրան, իրավունք արա ինձ, իմ ոսոխիցը, եւ նա մի ժամանակ չկամեցավ նրանից, հետո իր մտքում ասեց, թեև Աստվածանից չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետեւ այս որբևայրին հոգնեցնում է ինձ, իրավունք անեմ նրան, որ վերջապես չգա ինձ ձանձրացնե։ Հերիքա, զահալես տարավ, մեր բարերով ասած, ինչ ա ուզում անեմ, օգնեմ, թող վերջանա այս պատմությունը։
Դատավորը բարձրանում ու անում այդ ինչ որ պետք է անել։ Եվ Տերը ասեց. լսեցիք, Տերը ասեց, լսեցեք, թե անիրավ դատավորը ինչ է ասում, բայց Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի նա, թեև երկայնամիտ է լինի։ Ամեն։ Եթե դատավորին հոգնեցրեց այս որբևայրին եւ դատավորը այս որբևայրու ուզածը խնդրվածքը արեց, ապա որքան մեր Աստված, եթե մենք անդադար աղոթենք եւ չհիասթափվենք եւ աղոթքի նկատմամբ չդառնանք անտարբեր, Տերը կպատասխանի մեզ։ Ես վկա եմ այդ բաներին։ Մի անգամով չի, երկուսով չի, երեքով չի, միշտ աղոթի մինչև որ ստանաս։ Եվ որբևայրու վիճակի համար մտածում է որբևայրի մարդ եւ ունի թշնամիներ։ Առանց այդ էլ այդ կինը կորցրել է ամուսնուն, մենակ ապրում է, որբևայրիա, հələ կողքից ծակում են, հարցակվում են, ցավացնում են, թշնամիներ է հայտնվել այդ մարդուն։ Ու մի պատմություն հիշեցի իմ կյանքից, երբ որ ես թութակներ էի պահում, թռչուններ, չգիտեմ, մի 2 տարի առաջ էր, սիրում էի, ուղղակի Նիրազլուչնիկ անունով թութակներ, շատ գեղեցիկ սիրուն, մի 4 զույգ պահում էի եւ իմ բակում նստած նայում եմ այս թութակներին։ Զմայլվում եմ, ուրախանում եմ այդ գեղեցկությունը, այդ գույները, Աստված ինչեր է ստեղծել, ու տեսնում եմ, որ մի զույգ ունեցան թութակ, ճուտ, ու պահեցին, կերակրեցին, մեծացրեցին եւ այս ճուտիկը դուրս է գալ իր բույնից եւ տեսնում եմ, որ դրսի թութակները խփում են այս փոքր թույլ ճուտին։ Նայում եմ, լավ, ասում եմ, չեն հասկանում, փոքր է, էլի, իխեն ուզում սատկացնեն։ Եվ այս ճուտի հայրը դուրս է գալի կողքը կանգնում է միշտ, որ ոչ մեկ չնեղացնի իր ձակին։ Եվ պահում է, որ չնեղացնի։ Հետո ճուտը մեծացավ, զորացավ, ուժեղ թութակ դարձավ, իր հայրը հիվանդացավ, թույլացավ։ Եվ այդ վանդակի մի անկյունում խեղճ նստած էր։ Ու նայում եմ այդ մնացած թութակները գալի խփում են այս թույլ թութակին։ Ոտքերն են կտրում կտուցով, գլխին են խփում։ Եվ դրանց հետ միասին այս ճուտիկը, որ մեծացել զորացել է, գալի նորից իր հորը խփում է, որ սատկացնի։ Մտածում եմ, ասում եմ, լավ, էսի չի հասկանում, որ էսի իր հայրն է, իրան պահեց, պաշտպանեց, կերակրեց, մեծացրեց, գոնե ինքը չխփի։ Հասկանում ես, թռչունների կամ կենդանիների մեջ այնքան հետաքրքիր բաներ կա, որ Աստված նույնիսկ ասում է գնա մրջունի մոտ, նայի սովորի։ Երբեմն թութակներին ասես նայի սովորի, երբեմն կենդանիներին։ Ու մտածում եմ մեր Հովանես եղբայրը, ինքը թռչունների վարպետ է։ Զանգեցի, թե խոսեցի Հովանեսի հետ, ասում եմ Հովանես, մի հատ թույլ հիվանդ թութակ կա, բոլորը գալի խփում են, ոտքերը կտրում են, գլխին, որ սատկեցնեն, ու իր ձակն էլ է նույն բանը անում, դե կենդանիների մոտ բնազդ է։ Հովանեսը մի հատ հետաքրքիր բան ասեց աշխարհը չի սիրում թույլերին։ Եթե նրանք տեսան մեկը թույլ է, խփելու են սատկացնեն։ Ու ես այդտեղ հայտնություն առա այս որբևայրի մասին, որ իրականում նա թույլ էր, թշնամիներ ուներ, դիմել էր դատավորին, որ օգնի ինձ իմ թշնամիներից։ Հերիք չի, ես թույլ եմ, ես մենակ եմ, ես խեղճ եմ, ինձ ուզում են սպանեն։ Հասկանում ես, տեսեք, որբևայրին, միգուցե ապրել էր մարդը կողքը, զորավոր, բախտավոր, մի քիչ սխալ բառ է բախտավորը, օրհնված, աճած, լավ տներում են ապրել, լավ մեքենաներ, լավ կյանք, լավ տեղեր են հանգստացել, ամուսինը մահացավ, գնաց, թուլացավ, ընկավ, խեղճացավ, քիչ չի կողքից թշնամիները վրա տվեցին, սկսեցին ձեռ առնել, ծիծաղել, մինչև վնասել, որ հարցը հասավ դիվան բաշուն։ Ամեն։ Ով է ինչ-որ միտք բռնում։ Այսինքն որբևայրին չտկարացավ ու խելոք գլուխը կախ չնստեց, չհարմարվեց, անտարբերության մեջ չընկավ, այլ զորացավ եւ պայքարում էր իր կյանքի համար։ Եվ հաղթեց, փառք Աստծո։ Ամեն։ Ժողովող 11-րդ գլուխ, ով է մտածում ուժեղ լինի, որ իմ թութակի պես չսատկացնի։ Տեսեք, կենթանական աշխարհը, բայց այնքան բաներ է սովորում նայելով։ Նստած ուղակի նայում է, ասես նայում է ու մտածում է փաստորեն, sense բաներ կա։ Մի բան էլ լավ պատմեմ, մի քիչ թեմայից դուրս է, ուրեմն
4 զույգ թութակա, 4 տուն, 4 բուն ու մեկի ամուսինը մահացավ։ Մեկի որդը մահացավ, ես մի քիչ կուլտուրական ամուսինը մահացավ, այն մյուս զույգը ձույա դրել, որ ճուտ պետքա դուրս ելնի։ Սրանց էքը մնացել է, կինը, ամուսինը չկա։ Ուրեմն նախանձից մտնում է այս բունը, նրանց ձվերը կոտրում է։ Սրանք այս զույգը զգուշացրին, որ մի արա էլ այդ չար բանը, ինչ ան, մենք մեղավոր ենք, որ քո ամուսինը չկա։ Մեր բառերով ասած։ Եվ սա հաջորդ օրը նորից մտնում է հաջորդ ձունա կոտրում, խփում կոտրում է։ Սրանք խփեցին այս թութակի, ոտքերը կտրեցին։ Սրանց կտուցները սուր է, ոտքերը կտրում են ու արուն է գալի։ Սա էլի չհասկացավ, մտավ երրորդ ձուն ջարդեց, հաջորդ օրը։ Իսկ մյուս օրը ես եկա վանդակի մոտ, տեսնում եմ փաստորեն թութակները գիտեն իրենց սրտի տեղը։ Տեսան, որ չի հասկանում եւ իրենց տունը քանդում է, կտուցով, շատ սուր նեռազլուշնիկները շատ սուր լեզվի պես կտուցուն են։ Խփեցին այդ թութակի սիրտը, հենց դոշին խփեցին ու սիրտը ծակեցին ու սատկեց այդ թութակը։ Եկա բարձրացրեցի, տեսա այն սրտին են խփել։ Տեսեք, կենթանի են, չէ, ով գիտի որտեղ է սիրտը, որտեղ խփեն, որ մահանա։ Սկզբից ոտքերին են խփում, որպեսզի հասկանա չանի, բայց այդ մարդ չէ, թութակը, բայց կարելի է նաև համեմատել մարդկանց հետ, այսպիսի մարդիկ կան, սիրելիներս։ Ինքը չխրատվեց այդ ամեն ինչով, մինչև խփեցին իր սիրտը եւ բարձրացեցին, տեսա իր հենց այդ դոշի մոտից սիրտը ծակած, խփել էին այդտեղ, արունը գնացել էր եւ մահացել էր, սատկել էր։ Հետարքիր է, չէ՞, կենթանական աշխարհը, բայց նույն բնավորության գծերը կա մարդկանց մեջ, նախանձ։ Կյանքը չէր հաջողվի այդ թութակի։ Մարդիկ էլ կան, չէ՞, կյանքը չի հաջողվում, սկսում են այն մյուս զույգի, որ երջանիկ են, կյանքը ուտել, տունը քանդել։ Աստված չի ուզում, որ այսպես լինի։ Աստված ուզում է, որ բարի լինես։ Կարելի էր, չէ՞, թութակը կարող էր, եթե հասկանար, հավատար, խնդրեր ասեր Տեր, խնդրում եմ վերականգնի իմ ընտանիքը, իմ կյանքը, թող հովիվը մի հատ ворց բերի գցի իմ կողքը, կամ եթե մարդ եմ ամուսնանամ, ես էլ ընտանիք երեխեք ունենամ, ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում վայելեմ կյանքը, ապրեմ, բայց իր չարությունից սատկեց մի քանի օր հետո, սատկեցրեցին ավել ճիշտ, խփեցին, մարդուն էլ են, չէ՞ խփում, փառք մեր Հիսուսին, ամեն բանի համար, որ մեզ սովորեցնում է, անգամ կենթանիների միջոցով մեզ սովորեցնում է, մեզ թվում է կենթանին ինչ հասկանում, բայց իրանք անելիքը լավ էլ հասկանում են, գիտեն ոնց սպանեն, ոնց խրատեն եւ այլ։ Ուրեմն ժողովող 11-րդ գլուխ 9-10 խոսքերը։ Ուրախացիր երիտասարդ, քո մանկությունումը, եւ թող զվարճացնե քո սիրտը երիտասարդությանդ օրերումը, եւ գնա քո սրտի ճանապարհով եւ աչքերիդ նայվածքով, եւ իմացիր, որ սրանց ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։ Շատ մարդիկ կան ծնվել են, իրանք գիտեն ծնվել են հատուկ քեֆերի, ուրախությունների, հաճույքների համար։ Իրանց մտքով չի անցնում, որ Աստված կա երկնքում, որ իմաստ եւ նպատակ կա քո կյանքի համար։ Ուրախանում, ուտում, խմում, քեֆ են անում։ Այս վերջերս էլ մի երգ եմ լսում, տարբեր տեղեր անցնում եմ, լսում եմ սաղ սուտա, կերխմի, քեֆ արա, սաղ սուտա։ Նոր հայտնություն են ստացել աշխարհի մարդիկ, որ սաղ սուտա, մենակ կերխմի, քեֆ արա, էտա ճիշտ, իրանց մտածելով։ Դա էլ ճիշտ չի, սիրելիներս, ինչքան մենք քեֆեր ենք արել, չէ՞, միասին անգամ։ Ուրախացեք, երեխմեք, քեֆ ենք արել։ Դա էլ է սուտ, դա էլ է անցողիկ։ Մարդիկ կան, անգամ ճանաչված հանրահայտ մարդիկ կան, ասում սաղ կյանքս 80 տարեկանում խոսում, ասում ամբողջ կյանքս ապրեցի, տենց էլ չհասկացա կյանքն ինչա։ Սիրելիս, մի իմաստուն մարդ ասեց, բայց դու ինչ էիր ուզում հասկանայիր կյանքից։ Ընտանիք ունես, երեխաներ ունես, հաց ու ջուր ունես, սառնարան ունես, բայց ինչ հասկանաս էտա։
Սպատ բան չհասկացանք կյանքից։ Այսինքն ուզում ասի կյանքներս ավարտվեց, մենք այտենց էլ բան չհասկացանք։ Սիրելիներս, եթե դու չունես Քրիստոսին, չես ճանաչում Քրիստոսին, չես շփվել Աստծո հետ, դու իրոք ոչ մի բան էլ չես հասկանա կյանքից, որովհետև կյանքը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն, փառք Հիսուսին։ Եթե ուզում ես բան հասկանաս կյանքից, պետք է մոտենաս Քրիստոսին, ճանաչես Քրիստոսին։ Թե չէ բան չես հասկանա, նեղացած վիրավորված կգնաս այս աշխարհից։ Գիտես ինչի, որովհետև մարդու մեջ բնազդային բաներ կա։ Ասում եմ, եւ Քրիստոսը գիտեր ինչ կա մարդու մեջ եւ իր անձը չէր վստահում մարդկանց։ Ինչքան էլ ջանով, ջիգարով Պետրոսը հետը խոսեր, ասեց այ Պետրոս ջան, այսօր գիշերը ախպեր ջան 3 անգամ ինձ ուրանալու ես։ Ես դու, մեծ մի խոսի։ Քո հետ մեռնելու էլ կգամ, քո համար սենց կանեմ։ Ես գիշեր 3 անգամ ինձ կանից ես ու կուրանաս։ Ու տենց էլ եղավ։ Մարդը էսա։ Իսկ երբ որ դու ապրում ես առանց Քրիստոսին ճանաչելու, հույսը դրել ես միայն քո ամուսնու, կնոջ կամ երեխաների վրա, մարդու մեջ բան կա, էգոիզմ, չար բան կա վերջի վերջո։ Հետո դու զգում ես, որ ամեն մարդ իր դարդին, ինչպես ոնց ուռին ու բարդին։ Մեծանում ես, զգում ես, որ այլևս ոչ մեկի պետք չես, որ այլևս ոչ մեկ քեզանով այդքան էլ հետաքրքրված չի։ Ամեն մեկը իր հոգսերին, իր դարդերին, ինչպես իմ թութակը, պահեց, մեծացրեց, մեկ էլ վերջում տեսան թույլա, բոլորը սկսեցին խփել ոտքերը կդրել սատկացնել։ Էսա մարդը, դրա համար հույսը դիր Աստծո վրա, Աստծո հետ ապրի, Աստված մարդու սիրտը լրիվ ուղղելու է։ Այդ դևերին լարելու է այդ մարդու սրտից ու մտքից։ Ու ամեն բան իր հունով կգնա նորմալ սիրուն։ Հասկանում ես, իսկ վիրավորված, հիասթափված մարդիկ ընկնում են անտարբերության մեջ։ Նստում են մի մութ անկյունում, հունքերը կիտում ու լաց են լինում։ Ինչու՞մ է խոսքը, դրա համար զորացեք, Աստծուն ճանաչեք, Աստծուն մոտեցեք, որ այդպես չլինի ձեր կյանքը։ Ու խոսքը ասում է ուրախացի, աշկիտ տեսածը արա, սրտիդ ուզածը արա, քեֆ արա, կերխմի ուրախացի, բայց հիշի, այս խոսքի մեջ նոր կարդացի, որ Աստված քեզանից պահանջելու է քո կյանքի օրերի հաշիվը, պահանջելու է քո բոլոր արարքները եւ դրանց համեմատ քեզ տալու է, դա հիշի։ Շարունակում եմ 12 գլխի առաջի խոսքից, եւ հիշիր քո ստեղծողին, քո երիտասարդության օրերում, քանի որ չեն եկել թշվառության օրերը եւ չեն հասել այն տարիները, որ ասես թե նրանց չեմ հավանում։ Ստեղծողիդ հիշի, հիշի, որ երկնքում Աստված կա, որ քեզ ստեղծել է, հիշի, որ փառք տաս ամեն օր հաց ուտելուց, ջուր խմելուց, ամեն օր երբ որ նստում ես սեղանի առաջ, երբ որ տեսնում ես քո ընտանիքը, մեր բառերով ասած թամամ է, իրար կողք է, ապրում է, հիշի ստեղծողին, նայի երկինք ասա փառք ես Տեր, շնորհակալ եմ։ Ամեն։ Հիշի քո ստեղծողին, քանի քո ստեղծողին երիտասարդության օրերում, քանի որ չեն եկել թշվառության օրերը եւ չեն հասել այն տարիները, որ ասես թե նրանց չեմ հավանում։ Գոյություն ունի բարի ծերություն եւ գոյություն ունի չար ծերություն։ Խոսքը գնում է նրա մասին։ Հիշի քո արարչին, քո Տիրոջը, որ չգա թշվառության օրերը, երբ որ 80 տարեկանը անցնում են մարդիկ, ես շատ եմ լսել։ Արդեն 84-5-ում ասում են էլ ապրել չարժի։ Էլ արդեն հետաքրքիր չի կյանքը։ Ոչ մի բան այլևս հետաքրքիր չի։ Պարուս Սևակի ասածը, ասում է եւ անցնում է ժամանակը, եւ անցնում է ամեն ինչ, այն ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ։ Մեր կյանքում կան, չէ՞, որ շատ թանկ բաներ կային մի ժամանակ, տարիքի հետ նայում ես դարձել է ոչինչ։ Եվ այդ մարդիկ ասում են, էլ չարժե ապրել, այն չի կյանքը։ Դե ոտքերս թույլ, ձեռքերս թույլ, մկաններս, հոդերս, չգիտեմ, ճնշում ես եւ այլ, Աստծո խոսքը դրա համար ասում, հիշիր ստեղծողիդ, քանի դեռ երիտասարդ ես, որ թշվառ չդառնաս, չար ծերությամբ չապրես։
որ պամպերսներ քեզ չհագցնեն այդ տարիքում, մարկա չեն էլ հագցնում, որովհետև հագցնող չունի։ Մոռացե թողե հեռացել են։ Ումա պետք հիվանդ մարդը։ Վերջի վերջո մենք մարդ ենք, չէ՞։ Ումա պետք հիվանդ մարդը։ Ասում է հարուստը շատ ընկերներ ունի։ Աղքատը իր եղբայրներին էլ ատելի։ Հարազատ եղբայրներն էլ ատում են իրենց եղբայրը, որ աղքատ է։ Աստծո խոսքն է ասում, սիրելիներս, դրա համար պաշտեք ձեր տիրոջը, խնդրեք։ Մեր քույրիկը ինչպես այսօր ասեց, ես եկա, խնդրեցի, ասեցի, գիտես, պարզ միամիտ սրտով աղջիկ։ Խնդրում է ու ստանում է։ Ամեն։ Դու էլ կարող ես խնդրես եւ ստանաս։ Փառք Աստծո։ Շարունակում եմ 7-րդ խոսքը։ Քանի դեռ հողը ետ չի դարձել երկրին, ինչպես որ էր եւ հոգին ետ չի դարձել ասումոտ, որ տվել էր։ Այսինքն պաշտի քո տիրոջը, քանի դեռ հողը հետ չի դարձել երկրին։ Դու գիտես, որ դու հող ես։ Նա թեքվի կողքինիդ նայի։ Ասա դու հողից ես ստեղծված։ Հողեղեն մարմին է մեր մարմինը։ Խոսք ասում է պաշտի տիրոջդ, քանի դեռ հողը հետ չի դարձել երկրին։ Եվ հոգին, որի մեջ դրեց Աստված այս հողի, հետ չի դարձել տիրոջ մոտ, դատաստանի։ Պաշտի քո տիրոջը, ամեն։ Եվ 13 խոսքը, բոլոր խոսքի վախճանը կամ վերջը լսեցեք։ Այս խոսքը էս է նշանակում, ամբողջ Աստվածի իմաստը, Աստվածաշնչի իմաստը, նպատակը հասկացեք, սա է, բոլոր խոսքի վախճանը լսեցեք, Աստվածանից վախեցեք և նրա պատվիրանքները պահիր, որովհետև սա է ամեն բան մարդի համար։ Ուրեմն կյանքի ամբողջ իմաստը նպատակը մարդու, որպեսզի դու ասուն ճանաչես, ասու վախով ապրես, որովհետև սա է ամեն բան մարդի համար։ Կապ չունի, որ ընտանիք ստեղծեցիր, դա էլ ասուց, ամուսին կին ունես, երեխաներ ունես, փառք Աստծո, ասուց է, փող ունես, գործ ունես, տեղը տեղին ապրում ես, անցնելու է ժամանակ, եւ ամուսինդ կամ կինդ է անհետանալու ես աշխարհից, երեխաներդ նույնպես հնարավոր է, եւ ֆինանսներդ նույնպես, ամեն ինչ կարող է անհետանալ։ Դրանցով մի ապրի։ Դրա համար Տեր ասում է խոնար եղեք, որ վաղը մյուս օրը այն կնոջ պես ոնց էր կոչվում անամուսին կինը, որբևայրի կնոջ պես թշնամիներդ վրա չտան։ Գիտես, մարդիկ գիտեմ, տեսել եմ, երբ որ երիտասարդ ժամանակ լավ ապրում, մի քիչ մեծանում է, ամուսինը անհետանում է, մեկ էլ կողքից հարազատ քույր, եղբայր կատաղում կպնում են այս մարդուն, ասում են, բա այն ժամանակ, որ դու լավ էիր ապրում, լավ էր, հա, դե հիմա արի ստեղ, ու սկսում են կծահարել, վիրավորել, ով գիտի տես պատմություններ, նախանձի պատճառով, բա լավ էր, որ սենց տուն էիր ապրում, սենց փողեր ունեիր, գնում էիր ես երկիրը հանգստանալու ամուսնուդ հետ, անենց լավ էիր զգում, այդ լավ էր, դե հիմա կեր, ես որբևայրին գնում է դատավորի մոտ, օգնի ինձ իմ թշնամիներից ազատվեմ։ Հասկանում ես, կյանքում ինչեր գոյություն ունի, փուլեր գոյություն ունի, բայց եթե Աստծո հետ ելնես, Աստված քեզ կպայի, անգամ այդ նախանձ բարեկամներից։ Մտածում եմ, հասկանում եք ինչ եմ խոսում։ Տերը օրհնի բոլորիդ։ Դրա համար հասկացի, ամենակարևոր բանը էս կյանքի էս աշխարհի, դա Աստծուց վախենալ, Աստծուն հավատալ, Աստծո խոսքով ապրելն է։ Եվ քանի երիտասարդ ես այդ ժամանակվանից սկսի, որ թշվառության տարիները չգան, բայց սենց թերն է ծերությունը գալու է։ Գոնե ծերությունը էլ որ բարի լինի։ Աբրահամի պես։ Աբրահամը ապրեց բարի ծերությամբ։ Առանց սայլակի, առանց պամպերսի, ապրեց, գնաց երկինք։ Երբ որ կինը անհետացավ, ես նենց վատ զգացի, որ Աբրահամի կինը Սառան մահացավ։
ասի ես մարդը ամբողջ կյանքը անապատներով քայլել է Սառայի հետ, հիմա Սառան չկա, հիմա այս մարդը ինչ անելու, ում հետ անգերություն անելու։ Եվ Աբրահամը այդ տարիքում գտավ Քետուրային, չէ՞։ Նորից երեխեք ունեցավ, չէր անտարբերության մեջ չէր ընկել, ասուտ չէր նեղացել, Սառաս լավ կին էր, բայց գնաց, բայց ես չեմ կոտրվի հոգով, Քետուրա ջան արի իրար հետ են գնալու մնացած տարիները։ Մարդ կա կոտրվում ընկնում անտարբերության մեջ, են իմ թութակի պես, մի անկյուն նստում մինչև խփեն սպանեն։ Կա չէ նման բաներ։ Դրա համար որոշի Աստծո հետ քայլես եւ երբեք Սառան էլ որ մահանա, Սառան էլ կորի, դու չես կոտրվի։ Որբևայրել մնաս, չես կոտրվի, որովհետև Աստված քեզ հետ է։ Ամեն։ Հալելույա։ Ամեն, փառք Հիսուսին։ Եզեկիել 33 գլուխ։ Եզեկիել 33-րդ գլուխ եւ 7-րդ խոսքից։ Մենք պետք է անմիտ չլինենք, սիրելիներս, այս ինչ որ խոսում եմ, սա կյանքի փուլեր է, սա իրական բաներ է, որ ամեն մեկի կյանքով կարող է անցնի։ Ուղղակի դու պետք է պատրաստ լինես, Աստծո հետ լինես, որովհետև թե լավ օրերը, թե վատ օրերը անցողիկ են։ Ամեն։ Եզեկիել 33-7-րդ խոսք։ Եվ դու մարդի որդի, ես քեզ դետ դրեցի Իսրայելի տան վրա։ Եվ դու պիտի իմ բերանից խոսք լսես եւ նրանց զգուշացնես իմ կողմանը։ Ես ամբարշտին ասելով ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես։ Եվ դու եթե չխոսես ամբարիշտին իր ճանապարհներից զգուշացնելու համար, այն ամբարիշտը կմեռնի իր անօրենության համար, բայց նրա արյունը քո ձեռքերից ես կպահանջեմ։ Ամեն։ Այսինքն Աստծով ապրել, Աստծո խոսքի համեմատ Տերն էլ ասում է, տես, սիրելիս, ես քեզ կանչել եմ իմ եկեղեցու մեջ, եւ ես քեզ դետ եմ դրել, դետ նշանակում է պահակ, հայերեն թարգմանած պահակ։ Պահակ եմ դրել ես ժողովրդի վրա, դու իմն ես, դու պետք է իմ բերանից լսես խոսքեր կամ իմ գրքից Աստվածաշնչից կարդաս խոսքեր եւ այս անհավատ մարդկանց զգուշացնես, որ իրենք դժոխք են գնում։ Ամեն, դու անտարբեր չպետք է լինես այս ամեն ինչին։ Ասում է, եթե դու լսես եւ խոսես, զգուշացնես, այդ մարդիկ եթե մեռնեն, դու հիմա եթե կարդամ դա է գալի, դու քո անձը կազատես, բայց եթե այդ մարդը մեռնի իր ամբարշտության պատճառով, նրա արյունը ես քեզանից պահանջելու եմ։ Ինչ է նշանակում արյունը պահանջել։ Սա նշանակում է այն առակը հիշում եք, որ գալիս է դատաստանի օրը, Աստված նայում է քեզ եւ ասում է սրան տարեք բարի եւ հավատարիմ ծառա, իմ ուրախությունը, իսկ մյուսին ասում է սրան գցեք դրսի խավարը, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Պահանջելը հենց սա է, որ այս մարդիկ մահացան քո չասելու, չխոսելու պատճառով։ Ես քեզ պահակ եմ դրել, որ դու խոսես, ասես, բայց դու չես խոսում, անտարբեր ես։ Դու մարդկանց չես սիրում, դարձել ես անտարբեր, որովհետև քո ուշադրությունը քո վրա է, քո կյանքի վրա է։ Ես ամբարիշտին ասելով ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես եւ դու եթե լավ, իսկ եթե դու զգուշացնես ամբարիշտին 9-րդ խոսքը, իր ճանապարհներից, որ նրանից հետո դառնա, բայց նա ետ չդառնա, նա իր անօրենության համար կմեռնե, բայց դու ազատված կլինես քո անձը։ Դու արդեն ազատ կլինես։ Ես չեմ պահանջի նրա արյունը քեզանից։ Եվ դու մարդի որդի, ասիր Իսրայելի տանը եկեղեցուն։ Դուք այսպես եք խոսում եւ ասում, թե մեր հանցանքները ու մեր մեղքերը մեզ վրա է եւ մենք նրանցով մաշվում ենք։ Ուրեմն ինչպես պիտի ապրենք։ Նրանց ասիր, կենթանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում,
այլ որ ամբարիշտը դարձի գա ճանապարհներից եւ ապրե, դարձեք ձեր չար ճանապարհներից, ինչու համար մեռնեք, ով Իսրայելի տուն, ով իմ ժողովուրդ, ասում է Տերը, ինչի համար մեռնես, դարձի, ապրի ճիշտ, մտածի ճիշտ, որ ապրես, եւ դու մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը, թե արդարի արդարությունը նրան չի փրկի, երբ որ նա հանցանք գործ է, հավատացյալը, երբ որ թեքվի եւ դառնա, ասենք թե կեղծավոր, երկմիտ, չար, ստախոս եւ այլ, շնացող, սա է այս խոսքի իմաստը։ Եվ դու մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը, արդարի, հավատացյալի արդարությունը նրան չի փրկի, եթե նա հանցանք գործի կամ հանցանքի կյանքով ապրի։ Եվ ամբարիշտը իր ամբարշտությունով չի գլորվի, երբ որ իր ամբարշտությունից ետ դառնա եւ ետ դառնա, այսինքն չար մարդիկ էլ, երբ որ հետ դառնան ապաշխարեն, կապրեն, չեն մեռնի։ Երբ որ ես արդարին ասեմ, թե նա անպատճառ պիտի ապրե, 13 խոսք, եւ նա վստահի իր արդարության վրա եւ անօրենություններ անե, նրա բոլոր արդարությունը պիտի չհիշվի եւ այն իր արած անօրենություններով պիտի մեռնի։ Շատերս շատ մարգարեություններ ունենք, ամեն, Տերը ասել է, ես եմ անելու, այն եմ անելու, ես եմ տալու, բարձրացնելու եմ, բայց խոսքը ասում է, եթե ես քեզ ասեմ, որ դու դառնալու ես, չգիտեմ, օրտնված մարդ, մեծահարուստ, չգիտեմ ինչ, որովհետև դու իրականում լավ տղա ես կամ լավ մարդ ես, բայց դու էդի իմանալով, մարգարեությունը ստանալով թեքվես ու սկսես կեղծավոր, չար, ստախոս, շնությամբ ապրող մարդ, դու պիտի մեռնես եւ իմ ասած խոսքերը չպիտի կատարվեն։ Ով հասկանում։ Դրա համար շատերը դարձել են անտարբեր իրանց կոչումին եւ իրենց մարգարեություններին եւ ապրում են աշխարհիկ ձևերով։ Դրա համար չի կատարվում այն խոսքերը, ինչ որ Տերը խոսել է քո կյանքում։ Սա հենց այդ խոսքն է։ Բայց երբ որ ամբարիշտին ասեմ անպատճառ պիտի մեռնես եւ նա ետ դառնա իր մեղքերից, իրավունք ու արդարություն գործե, ամբարիշտը գրավը ետ դարձնե, հափշտակածը հատուցանե, կյանքի կանոններով գնա, առանց անօրենություն գործելու նա անշուշտ պիտի ապրե եւ չպիտի մեռնե։ Եվ անհավատները, չար մարդիկ, ասում եմ, երբ որ ասեմ, որ պիտի մեռնես, բայց հետ դառնան ապաշխարեն եւ ապաշխարել նշանակում է նաեւ այն ինչ որ գողացել են, այն ինչ որ քցել են, այն ինչ որ հափշտակել են, հետ վերադարձնեն։ Գիտեք, այսօր եկեղեցիներում շատ մարդիկ գալիս են, ապաշխարում են, 1000 մարդու պարտք են, 1000 հոգու քցել են, ու գալիս են եկեղեցու, 2-3 տարվա հոգևոր են, ընկած են այդ մարդկանց հետևից։ Հետո իմանում եմ, ինչ ա եղել, այս մարդուն պարտքան չի տալի, նրան պարկա չի տալի, դա չեղավ ապաշխարել։ Կասես, հով ջան, չունի որտեղից տա, չունի որ տա, չունի գոնե ասուն թող խնդրի, Տեր օգնի ինձ, կամ այս մարդիկ թող ներեն ինձ իմ պարտքերը, կամ ինձ խնդրում եմ հաջողություն թող վերադարձնեմ նրանց, ինչ որ վերցրել եմ։ Հիշում եք Զաքեոսին, երբ որ ասեց Հիսուսին, ասեց Տեր ումից ինչ տարել եմ, քառապատիկ հետ եմ վերադարձնելու։ Եվ միայն դրանից հետո Հիսուսը ասեց, այս տանը փրկություն եղավ։ Իսկ շատերը գալիս են դառը անցյալով, ապաշխարել ենք, հավատացյալ ենք, բայց թե ինչ են արել անցյալում, ինչ են թողել, չգիտենք։ Խոսքը ասում է, երբ որ ամբարիշտը ապաշխարի եւ հետ վերադարձնի, իր հափշտակածը վերցրածը եւ այլ, այն ժամանակ կապրի եւ կորտնվի։ Ամեն։ Եթե ունես անցյալում թողած բաներ, դրա հարցերը լուծի։ Դրա հարցերը լուծի, որ Տերը քեզ պահի, պաշտպանի։ Դրա համար շատերի կյանքը չի փոխվում։ Դրա համար շատերը չեն օրտնվում։ Մենք չգիտենք ով ինչ է, ով ոնց է եկել։ Մենք խոսում ենք Աստծո խոսքը, իսկ Աստված օրտնող եւ տվողն է։ Աստված, ես ասում եմ, անօրեն չէ, որ ձեզ աչք կա թող անի։ Եթե մեկի կյանքում չի հաջողվում մի բան, նշանակում է Աստված ինչ որ բան տեսնում է քո կյանքում, որ այն չի։ Եթե դու նվիրված լինես, սիրով լինես, ծառայող լինես, խոնարհ լինես, Տերը քեզ կբարձրացնի։ Հակառակ դեպքում կդառնաս 88 տարեկան լավագույնը եւ այդպես հող կդառնաս։ Ինչպես հող էիր։ Ամեն։
Ավելի լավ չի ուղղվես, ավելի լավ չի սիրտդ պարզացնես, ավելի լավ չի են թութակը պետք է խրատվեր, չէ, որ խփեցին սիրտը, ծակեցին, մահացավ։ Մի քանի անգամ զգուշացրին էլի, մի արա, մի վատություն արա մեզ, թող ապրենք, թող աճենք, շատանանք, չէ, ես չունեմ, դուք է պետք է չունենաք։ Դե ուրեմ կեր, էս է վիճակը։ Ու մարդկանց կյանքում էլ է տենց լինում։ Տեսեք, հավատացյալները երբեմն ինչքան անտարբերություն ունեն, անտարբեր են ապրում եւ Աստված դա գիտի եւ խոսում է Եզեկիելին. Իսկ դու մարդի որդի, քո ժողովրդի որդիքը, որ խոսակցում են քեզ դեմ պատերի մոտ եւ տների դռներում եւ մեկս մեկի հետ խոսում են հեռախոսներով, դա մեր դարի, մեր ժամանակաշրջանի համար եմ ասում։ Մեկս մեկի հետ խոսում են իրար ասելով. մեկ եկեք ու լսեցեք, թե ինչ բան կա դուրս եկած Տիրոջ կողմից։ Այսինքն գնանք եկեղեցի տեսնենք հələ Տերը այս կիրակի ինչ է խոսում, ինչ նորություն է ասում։ Եվ նրանք քեզ մոտ կգան, հենց որ ժողովուրդը եկավ, եւ քո առաջին կնստեն իբրև իմ ժողովուրդ։ Հիմա դուք եկել եք, նստել եք իբրև Աստծո ժողովուրդ։ Ամեն։ Եվ կլսեն քո խոսքերը, բայց նրանց չեն կատարի։ Այլ նրանք իրենց բերանով հաճություն կտան, բայց նրանց սիրտը իրենց ագահության քամակից է գնում։ Եվ ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես, գեղեցկաձայն եւ բարեհարմար, եւ նրանք կլսեն քո խոսքերը, բայց նրանց կատարող չեն։ Ինչու՞, որովհետեւ անտարբեր են դեպի Աստծո խոսքը եւ գործը։ Եվ երբ որ սա կգա, ահա պիտի գա, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել։ Աստված պարզ բացատրում է, ասում է, սենց բաներ է, գալու են, լսելու են, նստելու են, լսելու են, բերանով հաճություն տան, ասում է, ինչ լավ խոսքեր, լավ քարոզեր, ու վերջ, այդքան բան, գնալու են իրանց գործին, իրանց ագահությանը, իրանց շահերին, ու չեն անելու ոչ մի բան, որովհետև անտարբեր են, իսկ անտարբերությունը դա անուշադրություն է, նրանց ուշադրությունը ասո գործը չի, ոչ էլ ասո խոսքը, բայց ես կարդացի տարբեր տեղեր, որ իրականում ժամանակը արագանցնելու է եւ որոշվելու է քո հավիտենական տեղը։ Դրա համար լավ կլինի, որ երիտասարդությունից կամ ինչ տարիքում որ կաս, դու պաշտես Տիրոջը։ Տիրոջով ապրես։ Ամեն։ Մնացածը այն երկի պես սաղ սուտ է։ Այն որ երգում են, կերեք, խմեք, լավ քեֆ արեք, սաղ սուտ է։ Այ իրանք են սուտ։ Որտեւ ուտել խմելն էլ է սուտ։ Թեև պետք է, ճիշտ է Աստված է, և Աստված այսօր քեզ սովորեցնում է անտարբեր մի եղի, անուշադիր մի եղի, ուշադրությունդ լարի դեպի Տիրոջ խոսքը, Տիրոջ գործը, ոչ թե այս մարգարեության համեմատ ասում է կգան, կնստեն, կլսեն, գլխով կասեն ճիշտ է հովիվ ջան, ամեն, հալելույա, փառք ես Տեր, ու վերջ, այդքան բան, դրանից հետո իրանց գործերին, իրանց տանը, իրանց հավին, չգիտեմ, եւ այլ եւ այլ։ Հավուճիվ են, չէ ասում։ Տերը օրհնի ձեզ իմաստություն տա, որ անտարբեր չլինեք դեպի Աստծո խոսքը, Աստծո գործը Հիսուսի անունով։ Ամեն, փառք Հիսուսին։ Եկեք ծափարենք Տիրոջ։ Ոնց որ մտածելու տեղ է տալիս, ես նստած մտքերի մեջ եք ընկել։ Տերը թող ձեզ զորացնի, ձեր հոգևոր վիճակը բարձրացնի։ Սա հոգևոր վիճակ է, որ պետք է ունենալ եւ բարձրանալ։ Փառք մեր Աստծուն։ Երկրորդ Տիմոթեոս 3:5-9 խոսքերը մի համար մնաց։ Երկրորդ Տիմոթեոս 3:5 խոսքից 9-ը։ Տեսեք, սա վերաբերում է վերջի ժամանակների մարդկանց, ինչ որ նոր կարդացի, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից ետ քաշվի, այդ տեսակ մարդուց հեռու մնացեք, որովհետև սրանցից են, որ տուն են մտնում եւ գերի անում մեղքերով բռնավորված տկարամիտ կնիկների, որ կերպ ցանկություններով վարված են։ Այսինքն մարդիկ, որ ուղեղը միտքը չի նորոգվում, քուր ու աղբեր են խաղում, տկարամիտ կնիկների հետ, այսպես գրված է։ Ու իրար հետ քուր ու եղբայր են խաղում, որ ամեն ժամանակ սովորում են եւ երբեք դեպի ճշմարտության գիտությունը չեն գալի, այսինքն մարմնավոր բաների մեջ են ընկնում, որ ամեն ժամանակ սովորում են եւ երբեք դեպի ճշմարտության գիտությանը չեն կարողանում գալ։
Տեսել եք մարդիկ, որ 30 տարի լսում են, հաճախում են եկեղեցի, սովորում են, կարդում են, բայց խոսում ես ոչ մի բան չեն հասկանում Աստծո խոսքից։ Հենց այդ մարդիկ են, որ սիրտ չունեն Քրիստոսին նվիրվելու։ Բունտ։ Իրանք խելոք նստած լսում են։ Մեկ էլ, չգիտես, երբ մեջից դևը ծվծվում, սկսում է ինչ-որ բունտ, ինչ-որ սխալ հակառակ բառեր խոսել։ Դա բունտի ոգին է։ Որ երբեք չեն հասկանում, չեն սովորում, իրանց միտքն էլ չի նորոգվում։ Այլ ինչպես Հանեսը եւ Համրեսը Մովսեսին հակառակ կացին, այնպես է սրանք են, հակառակ կենում ճշմարտությանը, մարդիկ մտքով ապականված անպիտան հավատքի համար։ Մարդիկ պետքա պիտանի լինեն հավատքի համար։ Բայց մարդիկ 30 տարի գալիս են ու անպիտան են հավատքի համար, որտեղ իրանց ուղեղը, սիրտը նորոգված չի։ Բայց ավելի չեն առաջանա, որ սրանց անմիտությունը ամենին հայտնի կլինի, ինչպես նրանց էլ եղավ։ Կողքից շատերը կիմանան ու կծիծաղային քո վրա, որ դու անմիտ ես, որ դու մարմնավոր ես։ Բայց դու հետևեցիր իմ վարդապետությանը։ 14-ից կարդամ, լավ, մի քիչ արագացնեմ, բայց դու հաստատ կաց նրանցում, կողքինդ մի հատ ասա, էլի, ասա, բայց դու հաստատ կաց նրանցում, որ սովորեցիր եւ հավատացիր եւ գիտենալով թե ումից սովորեցիր։ Ամեն, ամեն, փառք Տիրոջը, հաստատ մնա, անտարբեր մի եղի։ Ամեն, փառք Հիսուսին։ Եվ որ մանկությունից, շատերս տարիքի ժամանակ, հասուն տարիքից թեև, եւ որ մանկությունից Սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար, այն հավատքի ձեռքով, որ Քրիստոս Հիսուսումն է։ Այսինքն Սուրբ գրքերը ով գիտի։ Որոնք են Սուրբ գրքերը։ Տեսեք, նորից կրկնում եմ, Սուրբ գրքերը հենց այս մի Աստվածաշունչն է։ Աստվածաշունչը 66 անուն գիրք է։ Աստվածաշնչի մեջ 66 հատ գիրք կա, որոնք գրել են 40 հոգի մարգարեներ։ Գրվել է 1600 տարիների ընթացքում այս Աստվածաշունչը։ Պողոս առաքյալը սրա մասին է խոսում, որ մանկությունից կամ քո տարիքից կարդացել ես, գիտես Սուրբ գիրքը, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար, այն հավատքի ձեռքով, որ Քրիստոս Հիսուսումն է։ Ամեն գիրք Աստվածաշունչ է, 66 գիրքն էլ կանոնական Աստվածաշունչ է եւ օգտակար վարդապետության, հանդիմանության, ուղղելու եւ արդարության խրատելու համար։ Որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործի համար պատրաստված։ Ուրեմն Աստվածաշունչը մենք կարդում ենք, որ պատրաստվենք ամեն բարի գործի համար։ Ճիշտ ապրենք, որովհետև մենք ճիշտը չգիտենք, որ ծնվել ենք, մենք ճիշտը լսել ենք մեր պապերից, հորերից, որոնք ապաշխարած չեն եղել, եւ նրանք շատ սխալ ճիշտ են մեզ բացատրել։ Հետո մեծացանք, հետո ապաշխարեցինք, Աստվածաշունչը բացատրեց ոչ այնա իրական ճիշտը դա Հիսուս Քրիստոսն է, ոչ էլ հորը տված պատվերներն ու խրատները, որովհետև հայրդ բռնված է սատանայով։ Գիտես, հորս ձեռքերի վրա, հիշում եմ, օձեր էր փաթաթված, դաջվածքներ էր արված, ամեն ձեռքին օձեր։ Դա նշան էր, որ ինքը ումից է լսում եւ ում է պատկանում։ Եվ այդ խրատներն էր տալի։ Դրա համար Աստվածաշունչը մեզ սովորացնում է իրական ճիշտը, որ դժոխք չգնանք։ Ամեն։ Դրա համար ոչ թե պապերից ու հայրերից սովորի ճիշտը սովորի Աստծուց, Աստծո խոսքից, որ կյանք ունենաս։ Ամեն, փառք Հիսուսին։ Եվ վերջի խոսքն եմ ուզում կարդամ։ Հովհաննես 6-րդ գլուխ 54 խոսք։ Եվ փառաբանության խումբը կարող է արդեն կամաց դասավորվել, գալ իրանց տեղերը։ Մի երկ վերցնենք։ Հովհաննես 6-րդ գլուխ 54 խոսքից։ Ինչ որ բան առնում ես այսօր։ Հիսուսն էլ նրանց ասեց.
ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չեք ունենա ձեր անձերում։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի եւ ես հետին օրերում կհարուցանեմ նրանց։ Գիտեք, Հիսուս այս խոսքերը ասում է, շատերը հիասթափվեցին, հեռացան Հիսուսից։ Բայց Հիսուսը ֆիզիկապես ի նկատի չուներ հենց արյուն խմելը, որովհետեւ Մովսեսի օրենքում գրված է արյուն չխմեք։ Դրա համար մարդիկ հիասթափվեցին, հեռացան Հիսուսի կողքերից, ուրացան, ոնց որ հեռացան։ Եվ 64 խոսքից եմ կարդում, Հիսուս ասում է, հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բաները, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք։ Այսինքն այս խոսքերով Հիսուս ուզում ասի, որ ինչ որ խոսում եմ, ֆիզիկապես մի հասկացեք։ Ես երբ որ ասում եմ իմ մարմինը ուտել, նշանակում է Աստծո խոսքը, Հիսուսը ինքը հենց Աստծո խոսքն էր, ամեն։ Աստծո խոսքը ուտել։ Եվ իմ արյունը խմել, Հիսուսը ի նկատի ուներ հավատալ Աստծո խոսքին, որ կյանք ունենաս, որովհետև կյանքի մարմնի կյանքը արյան մեջ է։ Այդպես էլ դու, եթե դու կարդաս Աստծո խոսքը եւ թե չհավատաս, կյանք չես ունենա։ Պետք է կարդալ կամ լսել եւ հավատալ, որ կյանք ունենաս։ Տերը էս էր ասում։ Ու գիտեք, մտածում եմ, ասում Տեր, հնարավոր չէր սենց հասանելի բացատրեիր, էլի, ոնց հիմա ես եմ բացատրում։ Գիտեք, Հիսուսը ասում է, ես առակներով եմ խոսում, որ այն մարդիկ, որ փրկության արժանի չեն, որ չհասկանան։ Բայց նրանք, որոնք փրկության որդիներ են, նրանք լավ էլ կհասկանան։ Ու մենք տեսնում ենք Հիսուսի կողքերից շատերը գնացին, բայց շատերն է մնացին։ Ես շարունակում եմ այդ խոսքերը 65-ից, բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հավատում, որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր են չհավատացողները, եւ ով է նա, որ պիտի մատնե նրան։ Եվ ասեց նրանց համար, ասեց, ձեզ թե չէ, որ կարող, նրա համար ասեցի ձեզ, թե ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե իմ հորից տրված չլինի։ Այսինքն ով հորից տրված չէր, գնացին եկեղեցուց։ Սրանից հետո նրա աշակերտներից շատերը ետ գնացին, հեռացան Հիսուսից, գայթակղվեցին եւ այլևս ման չէին գալի նրա հետ։ Հիսուսն էլ ասեց այն 12-ին, բայց 12-ը մնացել են։ Միթե դուք էլ ուզում եք գնալ։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. Տեր, ում մոտ գնանք, հավիտենական կյանքի խոսքեր ունես դու։ Այսինքն Հիսուսը ասում էր, ուզում եք դուք է գնացեք։ Բայց Հիսուսը գիտեր, որ նրանք կանչված են, նրանք չեն գնալու։ Բայց որ ասուց չեն, գնացին։ Գիտես, այսօր սիրտդ, եթե տաս Աստծուն նվիրվես, երբեք չես կտրվի դու եկեղեցուց։ Եվ Քրիստոսի խոսքերը քեզ հասանելի կլինեն, ոչ թե գայթակղվես ու կհեռանաս։ Կհասկանաս, որ դա ինչ է, իմաստով է Տերը խոսում։ Եվ կմնաս, եւ կփրկվես։ Ամեն, դրա համար անտարբեր մի եղի Քրիստոսի հանդեպ, Աստծո գործին, Աստծո խոսքին։ Դրանից հետո անտարբերությունը կգա քո կյանքի բոլոր ոլորտներում։ Այդ առաջի անտարբերությունը սկսվում է Քրիստոսից։ Երբ որ մարդ դառնում է անտարբեր Աստծո խոսքին, Աստծո եկեղեցուն, այդ մարդը հետագայում դառնում է անտարբեր իր կյանքի բոլոր ոլորտներին։ Ուզում ես ոսկի արծաթով բերեն շախտան քո կյանքը, քո տունը։ Միևնույն է, դա քեզ չի ուրախացնելու։ Անտարբեր ես լինելու, կյանքը անհետաքրքիր է լինելու։ Կյանքը հետաքրքիր է դառնում միայն Քրիստոսով, որովհետև կյանքի Տերը Քրիստոսն է։ Առանց Քրիստոս հնարավոր չի երջանիկ եւ ուրախ լինել։ Թող քանդվի ամեն անտարբերություն ամեն մեկիդ կյանքից։ Եկեք ոտքի կանգնենք, այս երգը վերցնենք, հետո աղոթենք իրարին։ Տերը ձեզ շատ օրհնի։ Հավատում եմ, որ ինչ-որ բան ստացաք այսօր։ Ամեն։ Հալելույա, փառավոր Աստված, օրհնյալ Տեր, խոնարհվում ենք նորից ու նորից քո առաջ, նորից ու նորից քեզ ասում ենք գոհություն, փառք, շնորհակալություն, որ մեզ այսօր բացել ես հավիտենական կյանքի գաղտնիքը, որ մեզ այսօր կյանքի խոսքեր ես խոսում, Տեր, ինչպես եւ Պետրոսը
ասես Տեր ուր գնանք քո մոտից, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավաքվել ենք քո շուրջը, քո եկեղեցում, շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ մեզ ամեն ժամանակ հիշեցնում ես, խոսում ես, որ քո ժողովուրդը չընկնի անհավատության մեջ, անտարբերության, անհոգության, անուշադրության դեպի քո խոսքը կամ քո գործը։ Շնորհակալ ենք Տեր, որ սովորեցնում ես։ Այժմ մենք խնդրում ենք Հիսուս Քրիստոսի անունով, Հայր, որպեսզի այս հոգեվիճակը, Տեր ջան, անտարբերության հոգեվիճակը հանես քո ժողովրդի մտքից, հոգուց, Հիսուս Քրիստոսի անունով, թող խափանվի ամեն չար բան քո ժողովրդի կյանքից, թող քո ժողովուրդը իմաստուն լինի, հասկանա, Տեր ջան, եւ իրականում նվիրվի քեզ, եւ ամեն անտարբերություն խափանվի քո ժողովրդի սրտից ու մտքից, որ քո ժողովուրդը իրականում հասկանա իր կոչումը, որովհետեւ երկնքում դու հարցնելու ես ամեն մեկին իր կոչումի համեմատ, թե ինչ ես տվել եւ ինչ ես պահանջելու։ Խնդրում եմ, որ ամեն մեկին զորացնես, իմաստությամբ լցնես, որ ամեն մեկը հասկանա ով է ինքը Քրիստոսի մեջ, ինչ կոչում ունի ինքը, ինչ պիտի անի ինքը քո եկեղեցու համար, որպեսզի նաև ժառանգի փրկությունը, որովհետև հավատքը առանց գործերի մեռած է։ Եվ ես խնդրում եմ Սուրբ Հոգի օծես ամեն մեկի խելքը գլուխը գա, հասկանալով իրենց կոչումը անեն, ինչպես դու Պողոսը Տիմոթեոսին ասեց, անհոգ մի եղի քո կոչումի համար, այլ դրա մասին մտածի եւ դրանով ապրի, որպեսզի քո օրհնությունները, առաջադիմությունները ամենքին հայտնի լինեն։ Եվ նույն խոսքերը խնդրում եմ թող կատարվի մեր եկեղեցու ամեն անդամի վրա, որ ոչ ոք անտարբեր չլինի, անհոգ չլինի, այլ մտածի իր կոչումի մասին եւ կատարի իր կոչումը, որպեսզի օրհնված լինի եւ փրկությունը ժառանգի։ Հիսուսի զորավոր անունով փառավոր Տեր։ Թող ոչ ոք չխաբնվի սատանայի գայթակղություններին, թող ամեն մեկ արթնանա, մտածի եւ ապրի այնպես, ինչպես դու առաջարկում ես։ Հալելույա, ամեն, ամեն։ Սիրելիներս, մի բան էլ ասենց հոգուս դրվեց, որ ասեմ, ուրեմն դու կարող ես լինես շատ հաջողակ մարդ, քո մոտ ամեն ինչ ստացվի, բայց դա չի նշանակում, որ Աստծուն դա դուր է գալի, որովհետև Աստված ասում է, ունեցվածքի շատությունից չի որոշվում մարդու փրկությունը։ Դու կարող ես շատ ունեցվածք ունենաս, ամեն բան լավ լինի, բայց դրանով չի որոշվում քո փրկությունը։ Քո փրկությունը որոշվում է քո հավատքով եւ քո գործերով ասող որդու համար։ Ամեն։ Դրա համար մի խաբնվի գործերին, բիզնեսներին, ֆինանսներին, ունեցվածքին, այդ ամեն ինչը կարող է գա, բայց դու մտածի, ով ես դու եւ ինչ պիտի անես դու, որովհետեւ դատաստանի օրը Աստված քո կոչումով է քեզ կանչելու։ Ես հենց սկզբից ասեցի, ասելու է ավետարանիչ, ասենք թե Աշոտ առաջ արի։ Աշոտը ասելու է, բայց ես ավետարանիչ չեմ, ես վայենկոմատի աշխատող եմ եղել։ Տերը կասի, ոչ, դու ավետարանիչ ես, ուղղակի նա քեզ համար ավելի կարևոր էր, դրա համար դու կյանքդ նվիրեցիր վայենկոմատին։ Տեև Աստված թույլ չտա այդպես։ Մյուսին կարող ասի, ուսուցիչ Կարլոս, առաջ արի։ Կարլոս ասի, ես ուսուցիչ եմ, բայց ավտո մեքենաների ուսուցիչ, ոչ թե Աստվածաշնչի ուսուցիչ։ Աստված կասի, ոչ, դու, ես օրինակ եմ բերում, դու Աստվածաշնչի ուսուցիչ էիր, ուղղակի քեզ նա փող էր բերում եւ քո ուշադրությունը նրա վրա էր։ Սիրելիներս, ավելի լավ է մենք փողը Աստված չի արգելում աշխատել, աշխատի, արա, փառք ասում, բայց հիշի ով ես դու եւ քո գործը արա, Աստված շատ չի պահանջում։ Ընդամենը 2-3 ժամ, շաբաթվա մեջ գոնե 2 օր, քո կոչումը արա, մարդ մնա, մարդ ապրի, Աստված էս է ուզում, եւ մարդկանց պատմի, որ աշխարհը մեռնել կա։ Ես ձեզ լուրջ եմ ասում, մարդիկ չգիտեն, որ աշխարհում մեռնել կա։ Իրանք մտածում են, որ իրանք հավիտյանս հավիտենից աշխարհի համար դե ապրեն։ Բայց մի օր ընկնում են եւ հող են դառնում։ Դրա համար իրանք այնց բաներ են անում, կառուցում ու ինքնամոռաց, իրանք գիտեն, որ պիտի հավիտյան ապրեն, բայց կառուցում են կեսը թողած մեռնում գնում են։
Ով է հասկանում ինչ եմ ասում։ Դրա համար Աստծո մասին անտարբեր մի եղի, Աստծո գործի մասին մտածի, արա։ Գործդ էլ արա օրտնված կեր խմի քեֆ արա ապրի։ Թե վետ չի մնում։ Մնում է Աստծուն հավատացողները, որոնք գնում են երկինք։ Եվ աշխարհը անցնում է, եւ ամեն բան ինչ որ աշխարհում է, վերջանում է, անցնում է, բայց Աստծո կամքը կատարողները հավիտյանս հավիտենից մնում են։ Սա Աստծո խոսքն է ասում։ Ոնց ուզում ես հաշվարկի քցի բռնի։ Սա Աստծո խոսքն է ասում։ Տերը ասում է ինձ հավատացողը, եթե մեռնի էլ պիտի ապրի։ Դա արի հիմա մտածի ինչ ասում Տերը։ Մարդ ասում է Տեր, որ մեռա էլ ոնց եմ ապրելու։ Ուրեմն կյանք կա, չէ՞։ Եթե մեռնել, կապրի ինձ հավատացողը։ Տերը ձեզ շատ օրհնի, թող խափանվի սատանայի բոլոր ծրագրերը ձեր կյանքերից, ձեր սրտերից, ձեր մտքերից, որպեսզի դուք անտարբեր չլինեք։ Դուք հասկանաք ճշմարտությունը եւ ուշադիր լինեք եւ ապրեք այդպես։ Եվ ձեր կոչումները պինդ պահեք։ Տերը օրհնի բոլորիդ։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնորյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-յան եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։